ընտանեկան էմոցիաները կիսատ էի թողել եւ վազում էի մեկ այլ տեղ, իսկ դա սխալ էր։ Ուրիշ հոգեվիճակում էի, գիտեք, եւ երեխայի հետ էր կապված, եւ ընտանեկան մեկ այլ փուլ էր ստեղծվել մեզ մոտ։ Ում կողմից էր ամենաշատը այդ աջակցությունը ստանում։ Ամուսնուս, մամայիս, կեսուրիս։ Բայց անգամ թողնում ես, որ փողոցում մոտենան։ Իհարկե գալիս ասում են հնարավոր է Արիային տեսնել, ասում եմ իհարկե, եթե ասում են գրկեք, սիրեք։ Ցույց չես տալիս երեխայի դեմքը համացանցում։ Ինչով է դա պայմանավորված։ Դեռ շատ փոքրիկ է, էլի, ամեն օր փոխվում է, ավելի լավ է այն ժամանակ ես նրան հանրայնացնեմ եւ նա արդեն ձևավորված կլինի։ Ամուսնուդ աջակցություն է այս հարցում, երեխայի խնամ, կենցաղ, ինչպես եք համատեղում։ Նա իմ ընկերն է, բարիս, բուն իմաստով։ Ամեն ինչով նա ինձ կօգնի, որովհետեւ նա ասում է իմ երեխան էլ է։ Գուցե օրինակ նայեն քո Instagram-ին, մտածեն, որ դե Եվան գեղեցիկ, էսթետիկ ճաշակով աղջիկ է եւ օրինակ կասկածի տակ դնեն քո խելացիությունը։ Ես մի քանի անգամ նույնիսկ բախվել եմ այդ խնդրի առաջ, դեռ փոքրուց դու պետք է անպայման ցույց տաս, որ դու գիրք ես կարդում։ Եվա քո ռուսերեն խոսելը շատ քննարկվեց։ Այո։ Ես կարողանում եմ ռուսերեն խոսել, հասկանում եմ շատ լավ։ Կան մարդիկ, որոնց հետ չէիր ուզի խաղալ։ Այո, կան, իհարկե կան։ TNT-ում ինձ պրոյեկտ են առաջարկել, 1 տարի առաջ էր դա, եւ ես հրաժարվեցի։ Դա նաեւ թանկ վաճառվող է դարձնում դերասանին։ Իմ կարծիքով այո, որովհետեւ դու դերասանը չպետք է լինի ամեն տեղ։ Go Sport 96.3 FM-ի ոդքասթային եթեր։